ABC մեդիայի ուղիղ եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Օրվա կարևորը նախ համարոտ։ 20 տարվա եւ ցմահ ազատազրկում Բաքվում, դատարան, որտեղ չկա արդարություն։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վճիռները հայտնի են։ Խաղաղության մրցանակի հակառակ երեսը, ինչ խաղ է խաղում Բաքուն, բեմի հետևում։ Հանդիպում Մոսկվայում, ով եւ ինչ լեզվով է այսօր խոսում Հայաստանի հետ եւ ինչն է առասպել պաշտոնական Մոսկվայի համար։ Ամոթ ու պատասխանատվություն, ինչի մասին է դատարանում խոսել Բագրատ Սրբազանը։ Եվ ինչու են քրեորեն պատժելի արարքները ներառվել տեսալսողական մեդիայի մասին օրենքում եւ ինչ պետք է անեն ԶԼՄ-ները, եթե հայհոյանք է հնչում ուղիղ եթերում։ Այսօր Բաքվի ռազմական դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան։ Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։ Սա դատավճիռ է, որը կայացվել է մի դատարանում, որտեղ չկան անկախ դիտորդներ, չկա միջազգային վերահսկողություն, չկա իրավական թափանցիկություն, եւ որտեղ հայերի դատավարությունները լուսաբանում են բացառապես ադրբեջանական պետական լրատվամիջոցները։ Բաքուն նրանց մեղադրում է տասնյակ հոդվածներով, պատերազմ ծրագրելուց ապօրինի վերաբնակեցում։ Դավիթ Իշխանյան, Ռուբեն Վարդանյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Բաբայան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Լևոն Մնացականյան, Արայիկ Հարությունյան։ Ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն են, որ այսօր Բաքվի դատարաններում են մեղադրյալի կարգավիճակով մի շարք չգործած հանցանքների համար։ Նրանցից յուրաքանչյուրը կարող է մինչև կյանքի վերջ մնալ բանտում, որովհետև պաշտպանել են հայրենիքն ու այնտեղ ապրելու իրենց իրավունքը։ Հայ գերիների վերադարձը բանակցային սեղանից ու օրակարգից դուրս թողած Հայաստանի կառավարությունն էլ շարունակում է խուլ ու համր ձևանել։ Սա այսպես կոչված դատավարություն է, որը Հայաստանի ամոթն ու խարանն է դառնալու։ Իսկ ովքեր են Բաքվում պահվող ռազմաքաղաքական պատաններն ու ինչպես են հայ պաշտոնյաները հայտնվել թշնամու ձեռքերում։ Դավիթ Իշխանյան, Արցախի ազգային ժողովի նախագահ։ Իշխանյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանում, ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, եղել է Արցախյան ազատագրական պայքարի ու կամավորական շարժման մասնակից, անդամակցել է Հայ հեղափոխական դաշնակցությանը, եղել է ուսանողական ջոկատի անդամ, ծառայել է Արցախի պաշտպանության բանակում, եղել է Մարտունու շրջանի 28-րդ պաշտպանական բանակի հրամանատար։ Արդեն անկախ Արցախում Իշխանյանը եղել է Արցախի ազգային ժողովի падգամավոր, 2020 թվականին եղել է Արցախի նախագահի թեկնածու, 2023 թվականի օգոստոսի 7-ին ձայների 22 կողմ եւ 9 դեմ հարաբերակցությամբ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Արցախի ազգային ժողովի նախագահ։ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ձերբակալվել է ադրբեջանական պետական անվտանգության ծառայության կողմից ու տեղափոխվել է Բաքու։ Ամուսնացած է, ունի 3 զավակ։ Ռուբեն Վարդանյան, հայ գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար, Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Տաթևի ճապանուղու կառուցման նախաձեռնող, Հայաստանի Դիլիջան քոլեջի եւ Մատենե առաջնության ու զարգացման միջազգային դպրոցի հիմնադիր, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի, առողջապահական հենար հիմնադրամի համահիմնադիր։ Վարդանյանը Հայաստանում ու Արցախում ստեղծել է հարյուրավոր աշխատատեղեր, աջակցել է արցախցիներին, մանավանդ 44-օրյա պատերազմից հետո։ 2022 թվականի աշնանը Վարդանյանը հիմնում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը, որն իրագործում է Արցախի եւ Սյունիքի զարգացման ծրագրեր։ Գործակալության գործունեությունն ուղղված էր մարդասիրական եւ բարեգործական նախագծերի իրականացմանը, բնակելի տների վերանորոգում, էլեկտրաէներգիայի պահուստային աղբյուրների ստեղծում, արևային ջրատաքացուցիչների տեղադրում, բժշկական կարիքների համար մեքենաների տրամադրում, կրթական եւ ժամանցային միջոցառումների կազմակերպում եւ այլն։ Այս ցանկը կարելի է երկար շարունակել, սրանք Վարդանյանի բարեգործություններից մի քանիսն են, բարեգործություններ, որոնք ավելի ուշ դարձան Վարդանյանի մեղադրանքները։ Նա այսօր Բաքվում է ու մեղադրվում է ահաբեկչություններ ֆինանսավորելու, ապօրինի զինված խմբեր ստեղծելու եւ սահմանն ապօրինի հատելու համար։
Մարդկային եղբայրության ու համերաշխության մրցանակները ձեռքներին, լայն ժպիտը երեսներին, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները դուրս եկան աշխարհի առաջ, միմյանց ձեռք սեղմեցին, գրկախառնվեցին, այս ամենի տակ թաքցնելով մուրճը, որի զարկով Բաքվում ցմահ ազատազրկեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, մյուս գերիներին ազատազրկեցին 15-ից 19 տարով։ Ընդ որում, հայկական երկրորդ պետությունը կերտած, դրա հիմքում ամուր կանգնած մեր ղեկավարներն իրենց պատիժը կրելու են Ադրբեջանի ամենախիստ բանտերում։ Հայաստանի Հանրապետությունը այս մերձեցման շրջանում մի քանի տարիների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերեց, որ չի լինելու մեկը մյուսի հանդեպ միջազգային որևէ ատյանում որևէ հարց։ Սրանով եւս փակվեցին շատ դռներ։ Մարդակենտրոն բնորոշում ստացած միջազգային իրավունքի կառույցներն այս ամենին լուռ հետևեցին 2 տարի ու մի քիչ ավելի։ Կոչերից ու աջակցող հայտարարություններից անդին միջազգային որևէ կառույց չմիջամտեց, չհետևեց, որ Բաքուն կատարի իր իսկ կողմից ստորագրված միջազգային կոնվենցիաները։ Իսկ թե Բաքվում պահվող մեր հայրենակիցների հանդեպ ինչու է միջազգային հանրությունը լուռ, մեկ պարզ օրինակ կա, որովհետև Հայաստանի իշխանությունները իրենց օրակարգում չունեն այդ հարցը։ Օգոստոսի 8-ին 2025 թվականի, երբ Տրամպի հետ ստորագրվում էին հայտնի փաստաթղթերը, այնտեղ մի փոքր դրվագ եղավ, երբ Տրամպը հարցրեց գերիների ճակատագրի մասին, եւ այդ հարցը կարծես այսպես փակվեց Նիկոլ Փաշինյանի կողմից։ Բայց ով պիտի դրթեր միջազգային հանրությանը կույր ու խուլ չձևանալ։ Միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանն ասում է, այս համակարգն ինքն իրեն չի աշխատում, այն աշխատեցնել է պետք։ Ղեկը պետության ձեռքին էր, իշխանությունը վարել չգիտեր։ Այն, որ այս դատավարությունը իրավական տեսանկյունից ֆարս է, բեմադրություն է, եւ քիչ թե շատ իրավանական գիտելիքներ ունեցող մարդկանց ականջին եւ աչքերին ակնհայտ է դեռ ամենասկզբից։ Այդ թվում նաեւ միջազգային կառույցներին աչքերին, ովքեր որ այս կամ այն կերպ զբաղվում են նմանատիպ հարցերով, հա, բայց պետք է մենք էլ մի քիչ իրատես լինենք, հասկանալով համար, որ միջազգային կառույցները իրենք ինքնաշխատ մեքենաներ չեն, որ այսպես նայեն, տեսնեն աշխարհում ինչ է կատարվում եւ արձագանքեն։ Սիմոնյանը հիշեցնում է, Հայաստան եւ Արցախ պետությունների, այս պետությունների ժողովրդի շահերի պաշտպանությունն իր վրա էր վերցրել Հայաստանի իշխանությունը, ոչ թե միջազգային իրավապաշտպան կառույցները կամ այլ միջազգային կառույցներ։ Ընդ որում, Հայաստանը գերիների վերադարձի մասին հայցեր ունի միջազգային ատյաններում, որոնք հաջողությունների են հասել, սակայն իշխանությունը հետ է կանչում դրանք։ Ադրբեջանի թևերը ավելի են ընդարձակում, որտեղ նույն միջազգային կառույցներում, որոնք պետք է պաշտպանեին հայկական շահը եւ ռազմաքաղաքական ղեկավարների, գերիների, Հայաստանի Հանրապետության հայ ազգի շահերը եւ այլը, այդ սուբյեկտը, որ այդ հարցերը բարձրացնել Հայաստանի ինքը ասում է, որ այդ խնդիր չունեմ Ադրբեջանի հետ ու պատրաստ եմ հետ վերցնել բոլոր հայցերը։ Նոյեմբերի 9-ի պայմանագրով, տարբեր կոնվենցիաներով մեր հայրենակիցները վաղուց կլինեին հայրենիքում, եթե այդպես կամենար Հայաստանի իշխանությունը, ասում են զրուցակիցներս։ Միջազգային կառույցներից ակնկալիքներ չունենալ են հորդորում։ Ասում են, իրենք անձամբ են ծեծում նրանց դռներն ու ստանում են մեկ պատասխան։ Ձեր իշխանությունն է պիղատոս պոնտացու կեցվածքով լվացել ձեռքերն ու հրաժարվել եւ Արցախից եւ գերիներից։ Սադամ Ակարյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաքվում պահվող հայերի դատավճիռները չեն վերաբերում միայն դատվող մարդկանց։ Սա քաղաքական ուղերձ է։ Ուղերձ, որ պատերազմը չի ավարտվել, այն պարզապես տեղափոխվել է դատարանի դահլիճ։ Եվ ընդամենը 24 ժամ առաջ Աբու Դաբիում Բաքվի նույն ղեկավարը ստանում էր խաղաղության, հաշտեցման եւ համերաշխության գաղափարները խորհրդանշող մրցանակ։ Մրցանակ, որը նա կիսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս ամենի կողքին մի հետաքրքիր փաստ էլ կա։ Այս ամենը տեղի է ունենում այն ընթացքում, երբ Հայաստան է ժամանելու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա Ջեյդի Վենսը խաղաղության գործընթացի շրջանակում։ Հակադրությունները երբեմն ավելի խոսուն են, քան հայտարարությունները։ Կապ չունի դասակարգ, մաշկի գույն, հավատք։ Բոլորս մեկ լեզվով ենք խոսում, եւ այդ լեզուն սերն է։ Բաքվում ցմահ դատապարտվեցին Արայիկ Հարությունյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը 20 տարով։ Քաղաքացիական անձինք եւս 15-20 տարով ազատազրկվեցին։
Զուգահեռ իրականությունում ենք ապրում, որտեղ եղբայրության մրցանակին հաջորդում են դատավճիռները։ Սա ընդհանրապես հերթական անգամ վկայում է վաղուց պարզ մի իրողություն, որ խոսք չկա խաղաղության մասին դրա բուն իմաստով։ Խոսք կա խաղաղություն պարտադրելու մասին։ Հայ ժողովուրդը հավաքական առումով մշտապես ձգտել է խաղաղության, բայց մարդիկ անգամ զգայական մակարդակով գիտեն, որ դա չկա, ասում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Մեզ պետք չէ համոզել, որ խաղաղությունը լավ բան է, քանի որ ցանկացած մարդ ասում է խաղաղություն լինի, մնացածը կլուծենք, բայց մարդիկ անգամ զգայական մակարդակով գիտեն, որ դա չկա։ Կա հարաբերական անդոր, կա Ալիև-Փաշինյան փաստացի պակտ, ընդդեմ հայկական պետության ինքնության հնարավոր հզորացման, իսկ առանց հզորացման չի կարող լինել կայուն եւ երկարատև խաղաղություն։ Հռոմի պապի որակմամբ աշխարհի հույսի սերմնացամների Ալիևի եւ Փաշինյանի պատճառով Բաքվում ցմահ ազատազրկված գերիների հարազատները 2 տարուց ավելի է չեն տեսնում նրանց։ Խոսում են հազվադեպ ու հատուկ վերահսկողությամբ։ Նրանք ամեն օր հույս են ունենում կվերադառնան հարազատները, բայց արդյունք դեռ չկա։ Հայաստանի իշխանությունը եւ միջազգային հանրությունը պետք է միջամտեն եւ հստակ դիրքորոշում հայտնեն։ Մեր հայրենակիցների ազատ արձակումը պետք է դառնա գերակա քաղաքական եւ իրավական առաջնահերթություն։ Կեղծ դատավարությունները չունեն եւ երբեք չեն կարող ունենալ լեգիտիմություն, սակայն սա կարող է եւ վնասում է ժողովուրդների խաղաղ համակեցությանը։ Հայաստանի գործող իշխանությունը հստակ անելիք ունի։ Գլխավոր հնարավորությունը ըստ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի Միացյալ Նահանգների փոխնախագահի Հայաստան այցն է։ Մինչդեռ Հակոբ Բադալյանը հիշեցնում է օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահի առաջարկը Փաշինյանին ռազմաքաղաքական ղեկավարների ու գերիների վերադարձի մասին։ Միացյալ Նահանգները այս հարցում էլ, եթե ունենա հետաքրքրություն կամ դրսևորի հետաքրքրություն, պարզապես առաջնորդվելու է ինչ որ գործարքային տրամաբանությամբ, ինչը նշանակում է, որ այդ խնդրի լուծումը այդ դեպքում էլ Հայաստանից պահանջելու է ինչ որ զիջումներ։ Բնականաբար այս ամեն ինչում առանցքային հարցերից մեկն այն է, թե Հայաստանն ինչպես է բանակցում այս թեմայով, որովհետև այստեղ նաև ոչ միայն ցանկության խնդիր է, այլ նաև բանակցային հմտության եւ կարողության։ Գրեթե 11 ամիս առաջ, երբ Բաքվում դատավճիռ չէին կայացրել, զրուցել էինք Դավիթ Իշխանյանի կնոջ Հասմիկ Սարգսյանի հետ։ Նա գնահատել էր վիճակն ու ընդգծել. ոչ մի աշխատանք էլ տեսանելի չէ, բայց ուզում ենք հավատալ, որ աշխատում են։ Աշխատում են, բայց երևացող արդյունքը մրցանակ ստանալը, ձեռք սեղմելն ու խաղաղություն բառն արտասանելն է։ Անի Աբաղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Իսկ այս ամբողջ ընթացքում Հայաստանում հնչել են հայտարարություններ, որոնք այսօր հնչում են բոլորովին այլ ձևով՝ գերիների մասին, նրանց վերադարձի մասին, նրանց գոյության մասին։ Հավաքել ենք տարբեր ժամանակներում Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները։ Լսենք։ Այո, այդ տղաները Բաքվի բանտերում նրանք պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար, եւ այո, նրանք մեզ կներեն, նրանք մեզ կներեն, նրանք մեզ կներեն։ Պետք է քննվի, ինչ անշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում։ Կներես, մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, բայց ես այդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկար, իմ համար չկար։ Հարգելի դիմադիր գործընկերներ, ես կարծում եմ դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագիրների վրա եւ դուք ընդհանրապես ուզում եք գերիների արկայությունը Ադրբեջանում վերածել քաղաքական կապիտալի։ Եթե ես գերի ընկնեմ եւ պետք լինի, եթե ես ինքնաթիռում լինեմ եւ հարց լինի Հայաստանի Հանրապետության գոյության, խփեք այդ ինքնաթիռը, անգամ վարկյան չմտածել։ Վերջի 2 հոգին, որ գնացել են Բաքու, ինչի են գնացել։ Ում նկատի ունեք։ Դավիթ Բաբայանին երևի։ Ոնց ինչի են գնացել։ Ինչի։ Բռնել են իրենց։ Ոչ, իրենց կամքով գնացին։ Թողում եմ դա ձեր վերլուծությունների վրա, երբ որ վարչապետը իրենց առաջարկում է նույնիսկ ուղղաթիռ տեղափոխվելու Հայաստան, նրանք հրաժարվում են եւ հետո հայտնվում են Բաքվի բանտում։ Ես դա թողնում եմ ձեր վերլուծությունների վրա։ Որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք, ամենայն դեպս մենք չենք դադարում մեր ջանքերը։
Իսկ ինչ կենսագրություն ունեն 20 տարվա եւ ցմահ ազատազրկված մեր հայրենակիցներն ու ինչու են հայտնվել ադրբեջանական բանտում, դիտենք ռեպորտաժում։ Դավիթ Իշխանյան, Ռուբեն Վարդանյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Բաբայան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Լևոն Մնացականյան, Արայիկ Հարությունյան։ Ապօրինաբար Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն են, որ այսօր Բաքվի դատարաններում են մեղադրյալի կարգավիճակով մի շարք չգործած հանցանքների համար։ Նրանցից յուրաքանչյուրը կարող է մինչև կյանքի վերջ մնալ բանտում, որովհետև պաշտպանել են հայրենիքն ու այնտեղ ապրելու իրենց իրավունքը։ Հայ գերիների վերադարձը բանակցային սեղանից ու օրակարգից դուրս թողած Հայաստանի կառավարությունն էլ շարունակում է խուլ ու համր ձևանել։ Սա այսպես կոչված դատավարություն է, որը Հայաստանի ամոթն ու խարանն է դառնալու։ Իսկ ովքեր են Բաքվում պահվող ռազմաքաղաքական պատաններն ու ինչպես են հայ պաշտոնյաները հայտնվել թշնամու ձեռքերում։ Դավիթ Իշխանյան, Արցախի ազգային ժողովի նախագահ։ Իշխանյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանում, ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, եղել է Արցախյան ազատագրական պայքարի ու կամավորական շարժման մասնակից, անդամակցել է Հայ հեղափոխական դաշնակցությանը, եղել է ուսանողական ջոկատի անդամ, ծառայել է Արցախի պաշտպանության բանակում, եղել է Մարտունու շրջանի 28-րդ պաշտպանական բանակի հրամանատար։ Արդեն անկախ Արցախում Իշխանյանը եղել է Արցախի ազգային ժողովի պատգամավոր, 2020 թվականին եղել է Արցախի նախագահի թեկնածու, 2023 թվականի օգոստոսի 7-ին ձայների 22 կողմ եւ 9 դեմ հարաբերակցությամբ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Արցախի ազգային ժողովի նախագահ։ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ձերբակալվել է ադրբեջանական պետական անվտանգության ծառայության կողմից ու տեղափոխվել է Բաքու։ Ամուսնացած է, ունի 3 զավակ։ Ռուբեն Վարդանյան, հայ գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար, Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Տաթևի ճապանուղու կառուցման նախաձեռնող, Հայաստանի Դիլիջան քոլեջի եւ Մատենա առաջնության ու զարգացման միջազգային դպրոցի հիմնադիր, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի, Առողջապահական հենար հիմնադրամի համահիմնադիր։ Վարդանյանը Հայաստանում ու Արցախում ստեղծել է հարյուրավոր աշխատատեղեր, աջակցել է արցախցիներին, մանավանդ 44-օրյա պատերազմից հետո։ 2022 թվականի աշնանը Վարդանյանը հիմնում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը, որն իրագործում է Արցախի եւ Սյունիքի զարգացման ծրագրեր։ Գործակալության գործունեությունն ուղղված էր մարդասիրական եւ բարեգործական նախագծերի իրականացմանը, բնակելի տների վերանորոգում, էլեկտրաէներգիայի պահուստային աղբյուրների ստեղծում, արևային ջրատաքացուցիչների տեղադրում, բժշկական կարիքների համար մեքենաների տրամադրում, կրթական եւ ժամանցային միջոցառումների կազմակերպում եւ այլն։ Այս ցանկը կարելի է երկար շարունակել, սրանք Վարդանյանի բարեգործություններից մի քանիսն են, բարեգործություններ, որոնք ավելի ուշ դարձան Վարդանյանի մեղադրանքները։ Նա այսօր Բաքվում է ու մեղադրվում է ահաբեկչություններ ֆինանսավորելու, ապօրինի զինված խմբեր ստեղծելու եւ սահմանն ապօրինի հատելու համար։ Դավիթ Մանուկյան, պաշտպանել հայրենիքը սեփական տամպես։ Արցախի պաշտպանության բանակի գեներալ Դավիթ Մանուկյանը եւս Բաքվի բանտում է այս տողերը որպես կյանքի կարգախոս ընտրելու համար։ Մանուկյանը ծառայել է սովետական բանակում, ընտանիքից գաղտնի մեկնել է ճակատ, մասնակցելու Արցախյան առաջին պատերազմին։ Քաղաքացիական հագուստով է առաջին անգամ հայտնվել մարտադաշտում ու մի առիթով ասել է, որ այդ օրերին նախանձով էր նայում ավելի փորձառու եւ ռազմական հագուստ կրող մարտական ընկերներին։ Պատերազմի ընթացքում 4 օրով տուն վերադարձած Մանուկյանը մորը ստիպում է իր համար համազգեստ կարել։ Հետագայում իր կյանքը հայկական բանակին ու հայրենիքի նվիրած Դավիթ Մանուկյանը շարունակում է իր ծառայությունն Արցախում, մասնակցում Արցախյան բոլոր ռազմական գործողություններին ու 2023 թվականին ձերբակալվում ադրբեջանցիների կողմից։ Լևոն Մնացականյան, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, ռազմական գործիչ գեներալ լեյտենանտ, ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, մասնակցել է Արցախյան պատերազմներին, զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ զինված ուժերում, այդ թվում պաշտպանության բանակի հրետանային բրիգադի հրամանատար։ Եղել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետի հրամանատարի առաջին տեղակալ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։ 2023 թվականի սեպտեմբերի 29-ին Ադրբեջանը Արցախի տարածքից առևանգել է Լևոն Մնացականյանին եւ այդ պահից նա գերիի կարգավիճակով պահվում է Բաքվում։ Ի թիվս մնացածների Մնացականյանը եւս մեղադրվում է հայրենիքը սիրելու համար։ Դավիթ Բաբայան, հայ քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր, քաղաքական գործիչ, Արցախի պահպանողական կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, Արցախի նախագահի խորհրդական դոցենտ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակումից եւ դրան հաջորդած հրադադարի մասին համաձայնագրից հետո Բաբայանը հայտարարեց Ադրբեջանի
Ադրբեջանի կողմից վերահսկվող Շուշի մեկնելու եւ Ադրբեջանի իշխանություններին հանձնվելու մասին, հավելելով, որ իր չներկայանալը կամ ավելի վատ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց եւ ինքը որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր եւ քրիստոնյա չի կարող դա թույլ տալ։ 2023 թվականի սեպտեմբերի 39-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Բաբայանը կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի ավելի քան 25 հոդվածներով, այդ թվում ազգային թշնամանքի, ատելության, դրդված ահաբեկչության, ագրեսիվ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու, սանձազերծելու եւ վարելու համար։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ ադրբեջանցիները սպառնացել են Դավիթ Բաբայանին եւ մնացած գերիներին, խոչընդոտել Արցախի մեր հայրենակիցների ապահով դուրս գալը Արցախից, որն էլ պատճառ է դարձել, որ նա հանձնվի թշնամուն։ Արցախի հանրապետության 3 նախագահներ Արկադի Ղուկասյան Արցախի հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը 1988 թվականից Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից է։ Եղել է Արցախի առանձին գումարման падգամավոր, որ կատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի հանրապետության պատվիրակության ղեկավարի գործառույթները։ Բակո Սահակյան հայ քաղաքական գործիչ Արցախի հանրապետության 3-րդ նախագահ մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, զբաղեցրել է մի շարք կարևոր ռազմական նշանակություն ունեցող պաշտոններ։ Արցախի հանրապետության 3-րդ նախագահ Արայիկ Հարությունյանը ի տարբերություն մյուս նախագահների չի մասնակցել Արցախյան առաջին պատերազմին, բայց զբաղեցրել է մի շարք կարևոր քաղաքական պաշտոններ։ Արցախի 3 նախագահները եւս բախվում են պատանդի կարգավիճակով։ Այս բոլոր ռազմական եւ քաղաքական գործիչներից զատ Բաքվում կան նաեւ քաղաքացիական անձինք, ովքեր կկանգնեն ադրբեջանական դատարանի առաջ։ Նրանք բոլորը դատապարտվում են հայ լինելու համար, բոլորը գերի են ազգային պատկանելիության եւ հայկական երկրորդ պետությունը կառուցելու եւ զարգացնելու համար։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որի գործը դատարանն առանձին է քննում, հեռախոսով զրուցել է կնոջ հետ։ Նա խնդրել է Ալբեր Կամյուի ընդվզող մարդ էսեիդ մի միտք մեջ բերել։ Ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է, բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։ Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի, այլ տարբերակ էլ չունենք։ Կամ կվերածնվենք, կամ կմեռնենք։ Մինչ Բաքուն հրապարակում էր ցմահ դատավճիռները հայերի վերաբերյալ, Հայաստանում ազգային ժողովում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթը հանդիպում էր ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչների հետ։ Իսկ մինչ խորհրդարանում ընթանում էր հանդիպումը, դրսում ակցիա էր հաջակցություն քաղբանտարկյալների։ Հավաքվածները պահանջում էին, որ միջազգային հանրությունը գործածի իր լծակները եւ աչք չփակի Հայաստանում իրականացվող ապօրինի գործողությունների վրա։ They came to Armenia, speak about human rights. Նրանք գալիս են Հայաստան, խոսում մարդու իրավունքների, կյանքի, ազատությունների եւ հնարավորությունների մասին, սակայն հիմա նրանք նույնիսկ չեն ուզում նկատել քաղբանտարկյալներին այստեղ, Հայաստանում։ Նրանք գալիս են այստեղ, խոսում մարդու իրավունքների, կյանքի եւ ազատությունների մասին, բայց հիմա նույնիսկ հրաժարվում են խոսել Բաքվի բանտերում հայերի տառապանքների մասին։ Չի կարող մի մրցանակ շնորհել մի բռնապետի, որ գերության մեջ է պահում մեր հայրենակիցներին տևական ժամանակ, խոստանքելով, տոտալ իրենց իրավունքները խախտելով եւ պատանդի կարգավիճակով պահելով բանտում։ Մեր պահանջը շատ հստակ է՝ խոսել արդարության մասին, չթաքցնել իրականությունը, թույլ չտալ, որ Հայաստանի իշխանությունները օգտագործեն եվրոպական կառույցների հետ կրկնում միջպետական հարաբերությունները այստեղ քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Իդեպ միաժամանակ հրապարակվեց հայրենիք կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի գործի վերաբերյալ որոշումը։ Նա կմնա կալանքի տակ, գրել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։ Հիշեցնեմ, որ նրան նույնպես քաղբանտարկյալ են համարում։ Մինչ ազգային ժողովի դիմաց ակցիա էր, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ Մոսկվայում հանդիպում էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպման ժամանակ Լավրովը տարօրինակ է անվանել Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների մասին պաշտոնական Երևանի հայտարարությունները եւ դրանք կապել ներքաղաքական եւ նախընտրական գործընթացների հետ։
наши коллеги из Евросоюза весьма. Տարօրինակ է լսել Հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող առասպելական հարձակումների մասին պարբերաբար հնչող հայտարարությունները։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մեզ մոտ ըստ էության արդեն իսկ մեկնարկում է, եւ կարող եմ ձեզ վստահեցնել, որ երբ արտերկրից ակնհայտորեն ակնարկելով Ռուսաստանին ազդակներ են հնչում, թե ինչ որ մեկը պատրաստվում է միջամտել ընտրություններին, երբ Երևանից են Եվրամիությանն ուղղված կոչեր հնչում թույլ չտալ այդ միջամտությունը, այդ ամենը մեզ համար տարօրինակ է։ Մենք կարծում ենք, որ պատասխանատու քաղաքական գործիչները Երևանում հասկանում են, որ նման քայլերը ակնհայտ սադրիչ նպատակներով են արվում։ Սիմոնյանն էլ արձագանքել է Լավրովի մտահոգություններին, ասում է Հայաստանը չի փորձում որևէ բան անել Ռուսաստանի դեմ, նման ընկալում չկա եւ երբեք չի լինի Հայաստանում։ Я не хочу, чтобы было такое понимание здесь. Ես չեմ ուզում, որ Ռուսաստանում նման ընկալում լինի։ Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք չունենք եւ երբեք չենք ունենա նման ընկալում։ Դա սխալ է այն ամենի հանդեպ, ինչ մենք արդեն ունենք։ Իսկ Սիմոնյանի այցին զուգահեռ Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց կրկին բողոքի ցույցեր ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսի ձերբակալված հոգևորականների եւ մյուս քաղբատարկյալների։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Ելիցի անուն քո, եկես է արքայություն քո, Ելիցին կամ քո, որպես երկինս եւ երկրին, ըսած մեր Ցույցին զուգահեռ Հայաստանում ընթանում էր Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստը, սակայն իր ելույթի ընթացքում Սրբազան հայրը անդրադարձավ ոչ թե իրեն վերաբերող գործին, այլ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ Բաքվի դատարանի վճիռներին։ Մասելիքը այսօր ցավալի բանի մասին է, ամոթի եւ խայտառակության, ճիշտ այսօր Բաքվի դատարանում Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ ազատազրկման են դատապարտել ամոթ այն ամբողջ հասարակական եւ ոչ հասարակական քաղաքական ու պետական մտքին, ովքեր աջակից են եղել այս ամբողջ գործընթացին։ Այսօր մեր եղբայրներին երկարատև տարիների տանջանքից հետո նաեւ ցմահ դատապարտել են բանտարկության, որը պարզապես առաջին հերթին ուղղված է ոչ թե այս կամ այն անհատին, այլ ուղղված է հավաքական մեր գոյությանը ընդհանրապես, թե մենք ապրելու իրավունք ունենք կամ ոչ։ Եվ սրա մեջ այս գործընթացը, այս մեր դատական գործընթացը ինչ որ տեղի է ունենում, այն բոլոր դատավորներով հանդերձ, որոնք անցել են այս փուլը, որոնց անունները մեկիկ ես կնշեմ հետագայում, քննիչներով, մեղադրողներով, դատավորներով, հրահանգ տվողներով, Սաուդյան Արաբիայում կամ որտեղ բանդակներ ստացողներով, Եվրոպայի խորհրդարաններում զրպարտողներով, բոլոր այս համակարգով հանդերձ իրենց պարանոցին է դրված այսօրվա Բաքվի բանտում տեղի ունեցած այդ վերդիկտ կոչվածը։ Եվ կարևոր մի նախագծի մասին։ Ազգային ժողովի կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովը 3 հավանության է արժանացրել տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի արգելվելու է տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմի, բռնության եւ դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը, ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու վերաբերյալ հաղորդումների հեռարձակումը։ Բայց եթե այս արարքները արդեն իսկ քրեորեն պատժելի են, որն է իմաստ այն ներառել տեսալսողական մեդիայի մասին օրենքում, եւ արդյոք մեդիաների ազատությունը չի սահմանափակվում այս օրենքով, գործընկերոջս հարցին պատասխանել է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը։ Հավատացնում եմ ձեզ, որևէ միտում չկա ինչ-որ բան սահմանափակել, մենք միշտ մի կարևորագույն մեր միսիան մենք համարում ենք առաջի հերթին բավարարել հեռուստաընկերությունների պահանջմունքը եւ ցանկացած նույնիսկ երկիմաստություն, օրենքի մեջ մենք միշտ փորձում ենք մեկնաբանել հօգուտ հեռուստաընկերությունների։
Կրեմլը հայտարարել է, որ ափսոսում է Միացյալ Նահանգների հետ միջուկային զենքի վերահսկման վերաբերյալ իր վերջին պայմանագրի Նյուստարտի ժամկետի լրանալու համար, նշելով սակայն, որ կգործի պատասխանատու կերպով աշխարհի ամենամահացու զենքի տեղակայման սահմանափակումների վերացումից հետո։ Նյուստարտը, որը նախատեսում էր սահմանափակումներ երկու կողմերի հրթիռների, արձակման կայանքների եւ ռազմավարական մարտագլխիկների համար, մոտ 50 տարի առաջ Սառը պատերազմի ժամանակ կնքված միջուկային համաձայնագրերի շարքից վերջինն էր, որ մինչ օրս ուժի մեջ էր։ Պայմանագրի գործողության ժամկետի դադարեցման ֆոնին Վաշինգտոնի դիրքորոշման մասին է խոսել ԱՄՆ փոխնախագահը։ Մենք կհամագործակցենք Ռուսաստանի, Չինաստանի եւ ցանկացած այլ երկրի հետ, բարեկամ թե մրցակից, փորձելու համար կրճատել միջուկային զենքի քանակը։ Կարծում եմ, սա ամենակարևորն է, որ կարող էինք անել խաղաղության եւ կայունության համար։ Մելանիա Թրամփն էլ հայտարարել է, որ շատ շուտով կարող է առաջընթաց գրանցվել Ռուսաստանից ուկրաինացի երեխաների վերադարձի հարցում։ Իսկ Աբու Դաբիում շարունակվել են Ուկրաինայի հարցի վերաբերյալ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ ձևաչափով բանակցությունը։ Արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ չորեքշաբթի հեռախոսով գերազանց զրույց է ունեցել չինացի գործընկեր Սի Ծինփինի հետ։ Նախագահները քննարկել են նաև ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վերաբերյալ կարևոր հարցեր, այդ թվում առևտուրը, Թայվանի խնդիրը եւ ապրիլին Պեկին այցելելու Թրամփի ծրագրերը։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։